Ողջունում եմ բոլորին իմ խոհանոցից, միասին պատրաստելու ենք շատ համեղ քաղցրավենիք, բրաունի, խմորեղեն ենք պատրաստելու, շատ համեղ է, հուսամ այս տարբերակին, եթե ծանոթ չեք, անպայման կփորձեք և կկիսվեք ձեր կարծիքներով ինձ հետ։ Այստեղ ես արդեն նախապես պատրաստել եմ բոլոր բաղադրիչները, անհրաժեշտ կլինի 2 ձու և 120 գրամ կարագ հալեցնում ենք նախապես գազօջախի վրա և լցնում ենք ձվի վրա։ Այստեղ ինձ մոտ 120 գրամ շաքանակագույն շաքարավազ է, ավելացնում ենք վրան, մի լավ հարում ենք, 180 գրամ թթվասերային զանգվածը, 50% թթվասեր եմ լցրել և 50%-ը մածուն սիրելիներս, մի թեյք թալ խրեցուցիչի հետ և կես թեյք թալ սոդայի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք զանգվածին։ Կարող եք սոդա չավելացնել, միայն փխրեցուցիչ ավելացնել, էլի շատ լավ է ստացվում։ Մի փոքր ուզեցա, որ ավելի շատ բարձրանա, դրա համար սոդա ավելացրեցի։ Ասեմ, որ կարիքը չկա։ Ավելի համեղ ստանալու համար մի պտղունց վանիլ ենք ավելացնում և 180 գրամ ալյուրի վրա ավելացնում ենք 4 ճաշի գթալ կակաո, միասին այսպես մաղի օգնությամբ վրան ենք ավելացնում զանգվածի, մի լավ հարում ենք, որպեսզի համասեռ զանգված ստանանք և տեղավորում ենք այն տապակի մեջ, որի մեջ որ պետք է թխենք խմորեղենը։ Ես յուղաթուղթ եմ դրել, յուղաթուղթը լավն է, բուսայուղ չեմ ավելացրել։ Եթե ձեր յուղաթուղթը գտնում եք, որ կարող է կպնի խմորեղենին, մի փոքր բուսայուղ քսեք, որպեսզի չկպնի և լավ դուրս գա խմորեղենը յուղաթղթի վրայից։ Երբ արդեն զանգվածը պատրաստ է, վրան ավելացնում ենք, այստեղ ես ունեմ արդեն կտրատած շոկոլադե սալիկներ, մի լավ կխառնենք, ջեռոցը տաքացրել եմ 200 աստիճան ջերմության տակ և թխելու եմ կրկին 200 աստիճան ջերմության տակ, այնքան ժամանակ մինչև կտեսնենք, որ բիսկվիտային զանգվածը չոփիկի օգնությամբ կստուգենք, կտեսնենք, որ արդեն թխված է, կհանենք ջեռոցից, հենց տակ տաքել կպատրաստենք ջնարակը և կլցնենք վրան։ Մինչև բրաունին կթխվի, սիրելիներս պատրաստում ենք ջնարակը, 4 ճաշի գթալ թթվասերի վրա ավելացնում ենք 4 ճաշի գթալ կակաո, 50 գրամ կարագ, 5 ճաշի գթալ շաքարավազ և հասցնում ենք եռման աստիճան։ Եռալու ընթացքում այնքան ենք խառնում, չենք դադարում խառնելը, ընկերներ ջան, խառնում ենք, որպեսզի տակը չկպնի ջնարակի և երբ պնդանում է արդեն, անջատում ենք կրակը և հենց այդպես էլ տաք-տաք վիճակում պետք է լցնենք խմորեղենի վրա։ Վերջում, երբ որ արդեն պնդանում է, դեռ չենք անջատել գազօջախը, 1 ճաշի գթալ բուզայուղ ավելացրեք վրան, որպեսզի ավելի ջնարակը փայլուն լինի, դա էլ գաղտնիքն է այս համեղ ջնարակի, սիրելիներս։ Ահա ջնարակը արդեն պատրաստ է, տեսեք ինչ խիտ զանգված է։ Այստեղ արդեն բրաունին եւս պատրաստ է, հենց այսպես էլ տակ-տակ վիճակում ջնարակը կլցնեմ բրաունի վրա,
Շատ համեղ է ստացվում, հենց տակ էլ կարող եք մատուցել, եթե սիրում եք տակ խմորեղեն, եթե պաղպաղակ ունեք տանը, կարող եք պաղպաղակի հետ էլ մատուցել, շատ ավելի համեղ է ստացվում, փորձեք, հավատացած եմ, շատ կհավանեք։ Խնդրում եմ մի մոռացեք դնել հավանելու նշանը, կիսվեք ընկերների հետ եւ սպասեք նոր ավելի համեղ բաղադրատոմսերի։ Սիրում եմ ձեզ, ցտեսություն, մինչ նոր տեսանյութի հանդիպում։